Դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքում կրկին փոփոխություն կա, նա նոր սիրելի ունի, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գևորգի ընտրյալը կիսվել է լուսանկարով եւ գրել. հիմա բոլորդ ազատ եք, հաջողություն։ Ինչպես պարզ է դառնում Գևորգի նոր սիրելի Կրիստինա Բալյանի էջ ուսումնասիրելիս, նա մասնագիտությամբ հոգեբան է, ներկայումս գործունեություն է ծավալում մարքեթինգի ոլորտում, ներկայացնում են Կրիստինայի լուսանկարներն առանց մեկնաբանության։ Դերասանուհի Ռոմելա Սարգսյանի անձնական թեմայի շուրջ քննարկումները մշտապես շատ են եղել։ Վերջինիս ամուսնալուծությունը դերասանաշխոտից երկար ժամանակ քննարկվեց։ Ի սկզբանե Ռոմելան չէր խոսում ամուսնալուծության մասին, այնուհետև բացահայտեց ամուսնալուծությունը եւ սկսեցին խոսակցություններ պտտվել, որ վերջինս հարաբերությունների մեջ է Գևորգ Գրիգորյանի հետ։ Նրանց հարաբերությունները եւս չէր քննարկվում մինչեւ բաց լուսանկարներ հրապարակելը։ Այնուհետև Ռոմելան բաժանվեց Գևորգից եւս, սակայն վերջինիս մոտ կարծես թե սովորություն է լավ լուրերը հրապարակել, իսկ վատերի մասին այդպես էլ չխոսել։ Ռոմելայի եւ Գևորգի մտերմությունը սկսվել էր սերիալային հարթակից։ Ինչպես Աշոտն էր պատմում, համբույրի տեսարանը դարձել էր իրական։ Նրանք պատկերացրել էին, որ իրական կյանքը սերիալային կյանքի նման է եւ փորձել էին ապրել այդ սիրով։ Հետագայում Գևորգի հետ բաժանվելուց հետո ոչ Գևորգը, ոչ Ռոմելան չխոսեցին, չհերքեցին, չհաստատեցին լուրերը։ Այսօր վերջինս կարծես թե նորից ակտիվություն է ցույց տալիս։ Հրապարակել է մի տղամարդու հետ լուսանկար, սակայն լուսանկարներից հետո պարզ է դառնում, որ Ռոմելան որոշել է համադայությամբ զբաղվել։ Վերջինս հրապարակել է լուսանկարն ու գրել. այնքան ասացի գլացում եմ, որոշեցի առիթներ վարել։ Իսկ թե ինչու նա սերիալային ակտիվ գործունեություն այդպես էլ չի ծավալում, դեռևս պարզ չէ։ Կարելի է ասել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում հայկական մամուլում ակտիվորեն շրջանառվում է դերասաններ Գևորգ Գրիգորյանի եւ Ռոմելա Սարգսյանի անձնական հարաբերությունները։ Նրանցից թե մեկը, թե մյուսը ամեն կերպ փորձում է թաքցնել իրենց հարաբերությունները կյանքի տարբեր փուլերում։ Անգամ երբ պարզից էլ պարզ է, որ նրանք այլևս միասին չեն, միևնույն է, նրանք կարծես թե խուսափում են այդպիսի հայտարարություն անելուց։ Վերջերս Ռոմելա Սարգսյանը հյուր էր Մեհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդմանը, որի շրջանակներում Մեհեր Բաղդասարյանը ցանկացավ վերջնականապես վերջ դնել այն լուրերին, թե նրանք միասին են, բաժանված են կամ նրանց մեջ խնդիրներ կան։ Ռոմելա Սարգսյանը հետևյալ պատասխանը տվեց. մենք երկուսս էլ հանրային մարդիկ ենք եւ ես լինելով հանրային մարդ, ինքս ինձ չեմ կարող թույլ տալ մեկ այլ հանրային մարդու անձնականի վերաբերյալ հայտարարություն անել։ Ինձ թվում է, դա իմ կողմից սխալ քայլ կլինի։ Ռոմելա Սարգսյանը նաեւ իր զրույցում պատմեց, որ շատ խոսակցություններ են հնչել այն մասին, թե Գևորգի պատճառով ինքը իր ամուսնուց Աշոտից ամուսնալուծվել։ Վերջինս հերքեց տվյալ խոսակցությունները, նշելով, որ ինքն ու Աշոտը այլևս ամուսնալուծված էին, երբ ինքն ու Գևորգը սկսել են հարաբերություններ ստեղծել։ Խոսելով իր եւ Աշոտի հարաբերությունների մասին, նշել է, որ եկել է այնպիսի պահ, որ ինքը հասկացել է, որ եթե չի կարողանում երջանկացնել ինչ-որ մարդու եւ նույնը փոխադարձը իր հանդեպ, անհնար է պահել հարաբերությունները եւ իմաստ չկա շարունակել ընտանիք լինել, եթե այնտեղ չկա սեր։ Դերասանուհու խոսքով Աշոտը սկզբնական շրջանում շատ ծանր է տարել իրենց բաժանումը։ Այսօր արդեն Աշոտն ունի սիրելի եւ երջանիկ է։ Նշենք նաև, որ դերասանուհին այդպես էլ չխոստովանեց, թե ինչ փուլում են գտնվում իրենց հարաբերությունները այս պահին, սակայն մեզ ասած աղբյուրները նշում են, որ թեև տևական ժամանակ է անցել եւ պետք է Ռոմելան ինչ-որ չափով մոռացած լիներ Գևորգին եւ հարմարված լիներ իրենց բաժանմանը, այնուամենայնիվ դերասանուհին դեռ տանջվում է, չի կարողանում համակերպվել իրականության հետ։ Նա իսկապես սիրել է Գևորգին, ինչ-որ չափով դերասանուհին ինքն իրեն խաբված է համարում, քանի որ սիրել է, նվիրվել է եւ ինչ-որ անհետ պատճառով այլևս դադարել են նրանք միմյանց հետ շփվել։ Շատերը նաեւ մեկնաբանություններում գրում են, որ Ռոմելան Գևորգի հերթական զոհն է եղել։ Դե իսկ գաղտնիք չէ, որ Գևորգ Սարգսյանը իր անձնական կյանքում շատ կանայք է ունեցել։ Հավելենք նաև, որ դեռ իրենց հարաբերությունների սկզբնական փուլում հարցազրույցներից մեկում Ռոմելա Սարգսյանը հրաժարվել էր խոստովանել իրենց հարաբերությունների մասին։ Եթե ես այդ մասին չեմ խոսում ու բարձրաձայնում, նշանակում է ես դրա կարիքը չեմ զգում ու ճիշտ չեմ համարում, այսինքն ոչ մի արձագանք չեմ տալիս նման խոսակցություններին, անձնական կյանքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեմ սիրում տարածել։ Եթե հարկ համարեմ ինչ-որ բանի մասին խոսելու իմ անձնական հարաբերություններից, անպայման իմ ինստագրամյան էջում կտեսնեք։
Եվ այդպես էլ եղավ, ինչ որ ժամանակ անց Ռոմելան հրապարակում արեց Գևորգի հետ, այդպիսով հաստատելով իրենց միությունը, սակայն կարճ ժամանակ հետո նրանց համատեղ լուսանկարները հեռացվեցին երկուսի ինստագրամյան էջերից, ինչն էլ ստիպեց մարդկանց մտածել, որ երբեմնի երջանիկ զույգը այլևս բաժանված է։ Это ուրախ գինես որ երկնվի։ Չէ, լենկան Ay sarabul կաբլուկի պես կորել էին երկելով։ Շատ թարս առավոտ է, թարս խոսում ենք, թարս երգում ենք, թարս Բայց հասկանում թարս ենք, առավոտ թարս խոստումներ եմ տալիս Ռոմիկին։ Գիտեք ինչ ա խոստացել, այդ ինձ լավ հաջորդ Ակյան, կարաշինի Ջա, ինչ ես շանտաժանում, ինչ, Հենց նոր Լիան ասաց, հենց աշխատավարձը ստանա։ աշխատավարձ չէ, Աղքատավարձ, քոնը աղքատավարձ։ Հենց աղքատավարձը ստանա, ինձ 15,000 դրամ ստանել կայա։ գլուխը պատինա տվել Լիան, ոչ հասեր լեզուն պատանվել։ Ես կարծել եմ, բայց իրականում աղքատավարձ։ 15,000 դրամ ստանել կա, գնում ենք իրար հետ առնել։ Գիտ կանգնի է տանը։ Ոնց է դերասանուհին շրջում հեռուստաընկերությունում, տնավորված տապուճկեքով, ոնց որ տանը լինեմ, սենյակից սենյակ պտտվում եմ։ Այսպես։ Միշորս Միշորի հետ կապ չունի, բաց երգեք, բայց ես ինքնավստահ եմ։ Գնացինք պավիլյոն։ Դերսում արև է և շատ լուսավոր է, այսօր ինչ օր է ասա, լուսավոր է։ Ես մաչուխայիս հետ շատ թույն հարաբերությունների մեջ եմ։ Բա։ Մամայդ ասեցի։ Մաչուխա։ Մաչուխա։ Da, machucha. Love is Spajan. Մաման որտեսել աստեղ չես, ինձ էլ քեզ էլ սպանելու է։ Ուր էր սպանել վրձնեի քեզանից, վայ տենց չէ տեքստը կներես։ Հա, տենց էի։ Ուրեմն թող չիմանա։ Ոնց չիմանա, ոչ եմ Շորերս ինչքան ցուրտ շոր կհագցնելու եք չէ։ Ջա։ Բերել եմ ջինսի շորտիկ էլ եմ բերել ասեցի։ Գոժի շորտիկ չունեմ, գոժի յուբկա ունեի, մոռացա բերել։ Գդարնայի։ Գիտես, ես էլ էի քո տարիքում սիրահարված։ Իսկ մա քեզանից ավելի շատ։ Ես ամեն ինչի պատրաստ էի հորդ կողքին լինելու համար։ Բայց մերս էլ սխալ էր։ Ես չի հասկանում, ոնց կարա սխալ լինել իմ սերը։ Բայց մերս էլ սխալ էր։ Ես չի հասկանում ինչի։ Ոնց կարան երկու մարդ իրար սիրի ու դա սխալ համարվի։ Ես չէի լսում ինչ են ասում կողքից։ Ну, Вандов նստած։ Այդտեղ հայտնն է նստած, Նարեկը։ Այստեղ ձյաձադամն է նստած, Վահագը։ Ձյաձադամ։ Ձյաձլովն է նստած։ Good morning to you։ Դպրոցում հիշում եք ոնց էին ասում good morning to you, good morning, we are glad to see you։ Ոնց ասում ես բաժակում են խմենք կորոկների գենած։ Երկու քորե, Երկուսն էլ մի բոյի։ դեն։ Դվեկեր։ Ինչ չես ուզում, որևէ կերպ ասա մի ամաչի։ Տերմանա տանիքի Որտե՞ղ Թինա ինքը չի ուզում ես մտերմանամ ձեր ընտանիքի հետ։ վայքի Էս իրա կարծիքը։
Կարծինքը բարեցուն ոչ մեկ չի հարցնում։ Այսի տեսել ես։ Եկանք սկելլա։